Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, վերջին իրողությունները նկատի ունեմ Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում հնչած ամենատարբեր հայտարարություններ գազի գնի մասին, առևտրաշրջանառության մասին, Ռուսաստանի Դաշնությունում ապրող բազմաթիվ հայերի մասին, հետո Օվերչուկի հայտարարությունը, Պեսկովի հայտարարությունը, նրանց երեք եկավ լրացնելու Սամվել Կարապետյանը, որ գազի գները հիշեք, առևտուրը հիշեք Ռուսաստանի հետ, սեզոնային աշխատանքը հիշեք եւ վերջում նաեւ հիշեցրեց Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները, ասաց, որ տնտեսական պատերազմ կարող է լինել Ռուսաստանի հետ։ Ինչպես հասկանանք այս բոլոր հայտարարությունները, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, թեև Վլադիմիր Պուտինը այնքան ուղիղ տեքստով էր խոսում, որ կարծես թե այստեղ դիվանագիտություն էլ առանձնապես չէր օգտագործվում, ուղիղ տեքստով ասվում էր այն, ինչ նկատի ունեն։ Այսինքն խնդիրն ինչու՞մ է, Եվրամիության հետ սերտացող հարաբերություններն են եւ սպառնալիքը միայն այդ ուղղությամբ է, թե ոչ միայն։ Հիմնական թիրախը դա խաղաղությունն է եւ ժողովրդավարությունը եւ տնտեսական հնարավոր բարգավաճումը։ Իրապես հիմնականում իրենք փորձում են վախ առաջացնել, ահու սարսափ են տարածում, իրականում իրենք նաև գույներն են խտացնում, որովհետև բոլոր ռիսկերն էլ, որ իրենք ասում են, դրանք կառավարել են, թե գազի խնդիրը կառավարելի է, թե մնացած խնդիրները կառավարելի են, եւ որքան մենք կարողանանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գանք կառուցողական էլ ավելի կառուցողական համագործակցության եւ ապաշրջափակման, խաղաղության համաձայնագրի ի վերջո ստորագրման կամ նույնիսկ միջև դրա ուրեմն սահմանների բացմանը կամ թարապես թե երկկողմ, թե բազմակողմ տարատեսակ ապրանքաշրջանառության փոխանակմանը բոլոր այդ սպառնալիքները հոդս են ցնդում։ Գիտեք, նույն Դմիտրի Մեդվեդևը եվրոպացիներին վախեցնում էր ուկրաինական պատերազմի օրերին, հա, լայնամասշտաբ պատերազմի սկսման օրերին, որ դուք այսքան կվճարեք, այնքան կվճարեք, իրականում արդյունքում ինչ տեղի ունեցավ, իրենք կորցրեցին եվրոպական մեծ շուկան։ Ռուսաստանն է կորցրել եվրոպական մեծ շուկան եւ եվրոպացիները այսօր գազ են գնում, մի փոքր ավելի թանկ, բայց իրենք գազ են գնում այլ տեղերից։ Միգուցե մի 5-10% այս կամ այն կերպ էլի ռուսական գազ է գնում, բայց նույնը չէ, դա թարապես նույնը չէ։ Եվ հիմա մեզ են ուզում վախեցնել։ Իդեպ ես չգիտեմ գիշեք թե չէ, բայց շատ ժամանակ մեզ նույն Մարիա Զախարովան վախեցնում էր հացահատիկով, ցորենով։ Հիմա մենք արդեն ունենք Ղազախստանից այլընտրանք։ Եթե մենք ավելի շատ ուզենք, մենք կարող ենք ունենալ Ուկրաինայից այլընտրանք, ել ավելի շատ ուզենք Եգիպտոսից կարող ենք բերել։ Հետևաբար արդեն հացահատիկով մեզ չեն կարող վախեցնել։ Էլ ինչով են վախեցնում։ Ռոսնեֆտն ուներ այստեղ գրեթե մոնոպոլ դիրք բենզինի եւ դիզվառելիքի ներկրման գործընթացում։ Այժմ նրանք չունեն այդ մոնոպոլ դիրքը։ Չնայած մենք արդեն միջայց սկսել ենք, հա, ներկրել եվրոպական երկրներից, բայց մենք ունենք նաեւ արդեն Ադրբեջանից ներկրում։ Հետևաբար մեզ էլ չեն կարող վախեցնել, որ մենք գազ ներողություն նավթամթերք չենք ունենա։ Հիմա մեզ վախեցնում են ինչով։ Լարսի փակմամբ, մեր ապրանքների Ռուսաստան չներմուծմամբ կամ փակմամբ կամ ինչ-ինչ ցուպիկներ գտնելով մեր արտադրանքի մեջ, ինչպես ժամանակ առ ժամանակ անում են։ Դե եթե իրանք ուզում են գնան այդ պատերազմի, թող գնան այդ պատերազմի, բայց իրենք են դուրժելու։ Իսկ իրենք այն վիճակում չեն, որպեսզի գնան այդպիսի կոշտ միջոցների։ Պարոն Բլեն, եկեք այդ պահը հասկանանք։ Իրականում փորձ է արվում վախեցնել, որպեսզի այսպես ընտրություններից ընդառաջ ինչ որ զանգվածների փորձեն նաև կողմնորոշել, թե ինչպես ընտրություն կատարել, թե այնուամենայնիվ Ռուսաստանը կգնա այդ քայլերին, եւ եթե գնա Հայաստանի պատասխան քայլերը։ Այ ասացիք, որ Ռուսաստանը կտուժի։ Օրերս նաև այդ մասին խոսում էր Ալեն Սիմոնյանը, որ եթե Ռուսաստանը գնա այդ ճանապարհով, Հայաստանն էլ դուրս կգա միաժամանակ թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից։ Ինչպես է տուժում Ռուսաստանը։ Հասկանանք նաև թե ինչ պատասխան կարող է լինել։ ԵԱՏՄ-ն մնում է, թե Հայաստանը դուրս է գալիս։ Այսօր Հայաստանը դարձել է գրեթե լոկոմոտիվը ԵԱՏՄ-ի, որովհետև Հայաստանն է ավելի շատ մուտք վճարում հիմա ԵԱՏՄ, քան ստանում էր առաջ։ Եվ Հայաստանն է տարիներ շարունակ տնտեսական աճ գրանցում, բայց դա ոչ թե ԵԱՏՄ-ի շնորհիվ է, այլ նրա շնորհիվ է, որ այստեղ կոռուպցիա են վերացրել, որքան հնարավոր է։ Իհարկե, ելի շատ տեղ կա անելու։ Եվ այդտեղ մենք ունենք մեր քննադատությունը իշխանություններին, կառուցողական քննադատությունը։ Բայց տեսնում ենք, չէ՞, հարկահավաք կա, նորմալ հարկահավաք, ոչ թե ընտրովի հարկահավաք։ Եվ դրա արդյունքում տնտեսությունը սկսում է զարգանալ, տնտեսական աճ ենք ունենում։
Ինչը չես խոսի մնացած երկրների պարագայում։ Այնտեղ կարող ենք բացառություններ գտնել, որովհետև Ղազախստանն ի տարբերություն է այլ երկրների նաև ԵԱՏՄ անդամ նայել է փորձում ինչ որ դիվերսիֆիկացման ուղղությամբ գնալ, փորձում է նաև այս հնարավորությունը, որ ընձեռնվել է, օգտագործել, որպեսզի նորից կապանքները նսեմ քչացնի Ռուսաստանի հետ ունեցած։ Եվ սա է պատճառը։ Իսկ գիտեք, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճշգրիտ մեծամասնությունը չի ուզում Ռուսաստանի հետ լինել։ Բայց այդ քաղաքացիների մի մասը նաև չի ուզում Ռուսաստանին տեսնել որպես թշնամի։ Եվ այս վախն օգտագործելով մարդիկ վախնում են։ Դա չեն ուզում, էլի այնքան բան են լսել։ Տեսել են Վրաստանում, Ուկրաինայում մնացած բաները եւ լսել են միշտ մենակ մի կողմը, չեն լսել են մյուս կողմը։ Չեն լսել թե օրինակ Վրաստանը ինչ շահեց Սաակաշվիլիի տարիներին։ Ուկրաինան ինչ է շահել այս տարիների ընթացքում։ Իսկ Ուկրաինային միշտ ծաղրում էին, ասում են Ուկրաինայից երկիր չի մնացել, երկիր չի մնացել։ Այսօր այսքանի մի քանի ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահան ծոցի երկրներում էր եւ իրեն հերթով ընդունում էին, պայմանագրեր էին կնքում, որպեսզի իրեն գան օգնեն եւ օժանդակեն։ Այսինքն Ուկրաինան մեր աչքի առջև դառնում է տարածաշրջանային տերություն։ Բայց համեմատելի է նաև Վրաստանի ու Ուկրաինայի հետ Հայաստանը նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման չունենք։ Յուրաքանչյուր երկիր տարբեր է, մենք կարող ենք օրինակ համեմատություններ փորձեր գտել Մոլդովայի հետ, որովհետև նաև չափերով ենք նման։ Վրաստանի հետ նույնպես կարող ենք գտել, բայց սահման չունենք։ Այսինքն ամեն մի երկրի հետ մենք ունենք ինչ-որ առանձնահատկություն, բայց այստեղ նորից եմ ասում, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ լուրջ գործողությունների կգնա, որովհետև ցանկացած գործողությանը մենք ունենք արդեն այլընտրանք։ Ես գրեթե վստահ եմ, եթե նույնիսկ գնաց սահմանի փակմանը, Լարսի եւ այլն շուրջ, մենք շատ շուտ կկարողանանք Թուրքիայի հետ նաեւ լեզու գտնել։ Որովհետեւ ես տեսնում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես հետաքրքրված Իսկ այդ սցենարներից ենթադրում եմ վախենում է Ռուսաստանը։ Ռուսաստանը վախենում է, իհարկե։ Վախենում է այդ սցենարից։ Իրենց համար խաղաղությունը, կառավարելի հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ռազմավարական հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ իրենց համար դա սարսափելի է։ Մենք միշտ աշխատել են, որպեսզի Հայաստանը այս մեր հարևանների հետ ոչ մեկը չկարողանա նորմալ շփվել։ Եվ նույնիսկ այն երկրների հետ, մեր երկու Վրաստանի եւ Իրանի հետ, ում թվում էր թե մենք պետք է արդեն ամենահնարավոր բարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ ունենայինք, հա։ Մենք չունենք։ Չունենք։ Վրաստանում օրինակ հայերին չէին ճանաչում, չէին սիրում, նայում էին որպես թշնամու ինչ-որ մի կցորդ։ Իրանում էլ նայում էին, այդպես էլ ինչ-որ Հայաստանն է, մեր հետ էլ ինչ-որ հարցեր ունեին, ռուսներ հետ էին պայմանավորվում։ Մենք էլ հանկարծ Իրանը չվախենա, Իսրայելի հետ ոչ մի հարաբերություններ չէինք ձևավորում։ Ինչ ունեցանք մենք արդյունքում։ Ոչ մի բան։ Զրո։ Զրո չէ, մինուսային արդյունք ունեցանք պատերազմի օրերին։ Եվ այն միակ դաշնակից ում վրա իրապես մենք հույս էինք դրել, չաշխատեց։ Հակառակ աշխատեց մեր դեմ, իսկ մենք ինչ ենք ասում, ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Ո ամբողջ աշխարհ, իսկ դու ինչ ես, մենք ինչ ենք արել աշխարհի համար, որ այդ աշխարհն էլ մեր կողմից լինի։ Վրաստանը ինչ էր, մենք Վրաստանի համար մենք ինչ ենք արել, որ ամեն անգամ գնում ենք մակում քվեարկում ենք ռուսների հետ միասին ընդդեմ Վրաստանի։ Ամեն անգամ գնում ենք քվեարկում ենք ընդդեմ Ուկրաինայի, ընդդեմ Մոլդովայի։ Հետո զարմանում ենք, որ այդ երկրները պաշտոնապես ինչ-ինչ մակարդակներում նույնիսկ Իրանն էր շնորհավորում Իրանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ինչ մասն է խոսքը գնում։ Պարոն Բլեյան, ստացվում է վախի վրա են կառուցել երկար ժամանակ հարաբերությունները նույն մեր այսպես բարեկամ դաշնակիցների հետ կամ վախով ենք առաջնորդվել, այ ասացիք, որ Իսրայելի հետ հարաբերություններ չենք կարգավորում, որովհետև վախենում ենք, թե ինչ կասի Իրանը։ Բացի դրանից մենք հրաման չունենք նմանապես։ Միգուցե օրինակ 7 նախագահի տարիներին մենք ինչ-ինչ փորձեր տեսել ենք, որ դուրս գալ այս ամեն ինչի միջից, հա, թե եվրոպացիների հետ, ուրեմն այդ ասոցիացիան շուրջ քննարկումները, թե արդեն Ցյուրիխյան պրոտոկոլները, այսինքն դու կարող ես տեսնել, որ գոնե Սերժ Սարգսյանը փորձում էր այս երանգյունից դուրս գալ։ Բայց կանչեցին Մոսկվա, ասացին պետքա ասեց, որ վերջ, ասաց վերջ։ Եվ 3 տարի հետո մենք ստացանք պատերազմ 2016 թվականին քարորիա։ Սա է եղել։ Ընդ որում նաև ԵԱՏՄ մտնելու այսպես պատճառաբանություններից մեկն այն էր, որ անվտանգային կոմպոնենտ կա։ Բայարքե։ Բա լրացուցիչ անվտանգային հովանոց, հիշում եք հանրապետականներն այդ օրերին ինչեր էին ասում։
Բայց ինչպես կարելի է պատկերացնել, որ տնտեսական մի բլոկի մեջ, ռազմական մի բլոկի մեջ լինես, բայց տնտեսական մի ուրիշ բլոկի մեջ լինես, իհարկե պետք է նաև դե ստացակ։ Դե պատասխան տվեք, բա։ Սա էր ձեր մաքսային միությունը։ Հիմա դուք ինչ եք ուզում այդ մաքսային միությունը։ Ես ուզում եմ հասկանամ ինչ կա վախենալու դիատոմից դուրս գալու։ Այդքան որ մեզ վախեցնում են դիատոմից դուրս կգա կհանեն։ Երանի չէ հանեիք բրցնենք։ Կամ գազի Ինչ կա այդտեղից վախենալու, չեմ հասկանում, մինչև 2013 թվական, որ մաքսային միություն չի եղել, չենք շփվել ռուսների հետ, ղազախների հետ, ուղղարղազների հետ ու բելարուսների հետ։ Շփվել ենք, վաճառել ենք, գնել ենք եւ այլն։ Ընդհանրապես մաքսային տարբերություն կա, միտեղ վճարում ես, միտեղ չես վճարում։ Հա միջև էլ մենք ունենք երկկողմ հարաբերություններով եւ կարող ենք պայմանավորվել չվճարել, ավելի նվազ վճարել։ Հիմա որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի, ո՞նց է Ղրղստանի հետ։ ԵԱՏՄ անդամ Ղրղստանի հետ ավելի շատ մեծ շրջանառություն ունի, քան Հայաստանը Ղրղստանի հետ։ Կամ Ադրբեջանը։ Կամ Ադրբեջանը։ Հիմա որ վրացական գինիները շատ լավ իրենց զգում են թե եվրոպական, թե ռուսական շուկաներում։ Ինչ կա, չեմ հասկանում, ինչ են մեզ վախեցնում այդ ԵԱՏՄ-ով։ Վայ ԵԱՏՄ-ից դուրս կգաք։ Հա ինչ եղավ ԵԱՏՄ-ը որ դուրս եկանք, ինչ եղավ։ Էդի որ Եվրամիություն չի, որ Մեծ Բրիտանիան դուրս եկավ, հիմա էլ այսօր ասում ենք ինչի դուրս եկանք։ Հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Հիմա գլխներին են տալիս։ Իսկ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն համեմատում են իրեն, իսեր Աստծո։ Եվրամիությունում գտնվող այդ պետությունների միջև իրավահարաբերությունները համեմատում են ԵԱՏՄ-ում գործող այդ հարաբերությունների։ Իսկ ինչով է դա տարբերվում, պարոն Բլեյան, որովհետև շատերի Սլովակիան նման փոքր երկիրը կներեք, Սլովակիան նման փոքր երկիրը կարողանում է երբեմն վետո դնել ու ասել ոչ, այսպես պետք է լինի։ Որ Հունգարիան հիմա այսօր որոշում է ոնց անել, ոնց չանել։ Որ Բալթիկ երկրները, այդ փոքր երկրները որոշում են արտաքին քաղաքականությունը, իրենց ձայն ունեն։ Սա է տարբերությունը։ Եվրամիությունը ցույց է տալիս, որ փոքր երկրները կարող են հարատևել։ Եվ սրանով ենք մենք ասում, որ Հայաստանը պետք է լինի Եվրոպական միության անդամ, որովհետև այլ նմանատիպ տնտեսական կազմակերպություն, որը հույսով եմ կդառնա նաև ռազմական, հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգներ ՆԱՏՕ-ի սրացումները, չկա։ Եվ Հայաստանը, որպեսզի հարատևի, պետք է լինի Եվրոպական միության անդամ։ Եվ այո, մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Եվ ոչ թե մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից ու անմիջապես կդառնանք Եվրամիության անդամ։ Ոչ։ Մենք սկզբից պետք է ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրենք եւ Վրաստանն ու Թուրքիան այդ համաձայնագրի այս կամ այն ձևաչափով մաս են կազմում։ Պարոն Բլեյան, խոսենք նաև Եվրամիության շուկայի մասին։ Տեսեք, Եվրամիության շուկան էլ հաճախ այնպես է ներկայացվում, որ դա Հայաստանի համար շատ անհասանելի ինչ-որ մի բան է, դե մեր ստանդարտները։ Եվրամիությունը նաև այդ ճանապարհին, եթե օրինակ նույն Ռուսաստանը գնա այդ լծակները կիրառելուն, նկատի ունեմ ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելուն եւ կամ Լարսի ճանապարհը փակելու ճանապարհով, Եվրամիությունը որևէ կերպ կարող է օժանդակել Հայաստանին, ելի հաշվի առնելով այստեղ օրինակ Մոլդովայի օրինակը, չգիտեմ որքանով է տեղին, մենք գիտենք, որ երբ Մոլդովան որոշակի այսպես սանկցիաների տակ էր, Եվրամիությունը աջակցություն նույն գազի գների հետ կապված։ Իմիջիայլոց այդ հաշվարկները կան, այդ գազի այդ սպառնալիքի հետ կապված այդ հաշվարկները կան, եվրոպացիների հետ հաշվարկել են հայերս եւ այդ խնդիրը լուծելի է։ Ուղղակի պատեհ քաղաքական իրավիճակի է սպասում իշխանությունը, կարծում եմ, որպեսզի գնան ավելի գործուն քայլերի եւ հույս ունեմ ընտրություններից հետո հենց այդպիսի քայլերի մենք կգնանք։ Եվ այդ քայլերը եթե դա կդիտվի որ հայկառուսականություն, դե կներեք, այսինքն ինչ մենք պրոռուսական անենք, դա դիտարկվելու է հայկառուսական։ Ներողություն, պրոհայկական անենք, դա կդիտարկվի պրոհակառուսական։ Այսինքն եթե մենք ուզում ենք ժողովրդավարություն, իրենք ասում են սա հակառուսական է։ Եթե մենք ուզում ենք օրենքի գերակայություն, ասում են դուք մեր ռուսական բիզնեսին նեղում եք։ Կարապետյանն էլ իդեպ այդ մասին ասում, որ հակառուսական քաղաքականություն ենք վարում, թշնամացել ենք Ռուսաստանի հետ։ Այս իշխանությունը մենք տնօրինենք մեր երկաթ թուղու կառավարչին, իրանք ասում են հակառուսականություն։ Եթե մենք ուզում ենք մեր տնօրինենք Սյունիքում անցնող կապողիները, իրանք դա անվանում են հակառուսականություն։ Դա ո՞նց կարող է այդպես բան լինի։ Դա նշանակում, դա չի նշանակում, մեր շահերը չեն համակնում։ Դա է նշանակում։ Որովհետև ինչ մենք ուզում ենք անել միտված Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ապրիորի դառնում է հակառուսական, որովհետև չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության շահերին։ Հիմա մենք ինչ պետք է անենք, մոռանանք Հայաստանի Հանրապետության շահը եւ անենք հօգուտ Ռուսաստանի Դաշնության շահի, դա է առաջարկում Սամվել Կարապետյանը։ Եվ փաստացի Օվերչուկը հաստատեց, որ Սամվել Կարապետյանը նույնիսկ ազգային ժողովում որպես падգամավոր թիրախ է օգտագործվելու
եւ իր բիզնեսները վտանգված են լինելու եւ օգտագործելու են իր դեմ, որպեսզի հակահայաստանյան ինչ որ օրինագծեր առաջ բերեն, ակցիաներ անեն, այն ինչ որ 21 թվականից տեսել են, փողոցային գզվռտոցը եւ այլն։ Այսինքն Սամվել Կարապետյանի խոստումները ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ խաղաղություն, դրանք ինչի մասին են իրականում։ Հայաստանում ուժեղ ռուսական ներկայության, Հայաստանում ուժեղ ռուսական տնտեսական ճնշման սրա մասին են։ Հիմա Սամվել Կարապետյանը կարա իր գործով ցույց տա, թե ինքը ինչ արել պրոհայկական։ Օրինակ իր Էլ-ցանցը մենք կարող ենք նայել ասել, այ մարդը տեսեք, էս Էլ-ցանցը սենց ցեխ վիճակից վերցրեց, դարձեց մի եսիմինչ։ Մենք էլ ասում ենք, այս ինչ լավ Էլ-ցանց ունենք, ուրիշ երկրներից էլ ուզում են գան մեր փորձը օգտագործեն, ասում են Տաշիր գրուպ, եկեք մեր Էլ-ցանցն էլ գնեք դուք էլ։ Չի արել, չէ՞ նման բան։ Բայց ով ասաց, որ ինքը պետք է աներ։ Օգտագործել են Հայաստանի Հանրապետության տարատեսակ ենթակառուցվածքները որպես բիզնես նախագծեր։ Փող են աշխատել։ Այս մարդկանց միակ նպատակը փող աշխատելն է, իրենց փողերը պահելն է։ Ես ձեր տաղավարում էլ ասել եմ, իրենց կռիվը իրենց ունեցվածքի համար է։ Ռուսաստանում իրենց ունեցվածքը վտանգված է։ Իրենք դրա համար են դոշ տալիս։ Միայն իրենց ունեցվածքը, թե նաև այսպես անվտանգությունը։ Անվտանգությունը ցանկացած մարդ, ով Ռուսաստանում է գտնվում եւ ունի հնարավորություններ, ունեցվածք իհարկե վտանգված են։ Քանի հոգի սպանվեցին, փախան, նստեցին, հիվանդացան, մեքենայի տակ ընկան, մի մեծ ցուցակ կարելի է կազմել։ Ամեն ամիս սկոր կարելի է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում մի քանի։ Պարոն Բլեյան, նաև հասկանանք երկաթուղու հարցը, քանի որ ենթադրում եմ Փաշինյանի այցը հիմնականում երկաթուղու թեմայով էր եւ ուզում էին այդ իմաստով որոշակի պատասխաններ ստանալ, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը կամ ռուսական կողմը առնվազն պատրաստ չէ այն լուծումներին, որոնք առաջարկում է հայկական կողմը։ Ինչ է կարծում, ինչ լուծումներ են հնարավոր նաև այդ իմաստով եւ արդյոք այդ լուծումների մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրություններից հետո։ Եկեք մի պահ պատկերացնենք, խոսքը չի գնում Ռուսաստանի Դաշնության մասին, խոսքը գնում է ինչ-որ մի X երկրի մասին, մենք գնացել ենք այդ երկիր, ուսումնասիրել ենք երկաթուղային համակարգը, մենք ինչ օրինակ արդյունքի կգայինք։ Արդյոք մենք ասենք, որ 2008 թվականից այդ կազմակերպությունը, որ տնօրինել է մեր երկաթուղին, լուրջ լավ գործեր են արել։ Կարող ենք մենք այդպիսի եզրահանգման գալ։ Իհարկե ոչ։ Որտեվ անմխիթարը վիճակում է։ Ունենք մի հատ երկաթգիծ դեպի Թբիլիսի, մի հատ երկաթգիծ դեպի Գյումրի, կարծեմ մի հատ երկու հատ էլ մի քանի ուղղություններ կան ներքին, սա է վերջ։ Եվ անմխիթար վիճակում։ Հին դեր ցարական շրջանում ներմուծված շարժասանդուղքով միակ տարբերությունը Երևան Գյումրի կա, մի հատ արագընթաց կա, սա է միակ տարբերությունը։ Սա ենք մենք պատկերացնում 21-րդ դարում, մարդիկ Մարս են թռնում արդեն, մենք նորմալ երկաթգիծ չունենք։ Նորմալ գնացք չունենք։ Իհարկե իրենք չեն համապատասխանում մեր ստանդարտներին, եվրոպական, ամերիկյան, բարձր տեխնոլոգիաներով, ճապոնական ստանդարտներին չեն համապատասխանում իրենք։ Եվ մենք պետք է համագործակցենք այն երկրների հետ, որոնք կարող են այդ ստանդարտները ապահովել։ Իհարկե դա արաբներն են, իհարկե դա ղազախներն են, եւ ես հույս ունեմ, որ արտգործնախարարը, ով այստեղ է, Ղազախստանի, մենք գրեթե վստահ եմ այդ մասին խոսելու ենք։ Եվ եթե ներողություն ռուսները էլի համաձայնության չեն գալիս, հիմա ինչ անենք։ Ռուսները ատոմականի շուրջ էլ համաձայնության չեն գալու, մենք ինչ պետք է անենք։ Այնա նույն Ղազախստանը 2013 թվականին կարծեմ, եթե միգուցե տարեթիվը սխալվում է, բայց իրենք պայմանագիր էին կնքել Ռուսաստանի հետ, որ նա պետք է ուրեմն կառուցի ատոմակայան Ղազախստանի համար։ Ի վերջո իրենք փոխեցին կառավարչին այդ կառուցապատողին, որովհետև Ռուսաստանը չէր կատարում իր պարտականությունները։ Հիմա իրանք ընտրել են լյուքսեմբուրգյան մի կազմակերպություն։ Պարոն Բլեյան, հասկանանք նաև որոշ հոգևորականների դերն ու ինչ որ իմաստով նաև նախընտրական process-ում միջամտությունը, եթե կարելի է այդ բառը օգտագործել։ Նախ մենք Մոսկվայում տեսանք, որ արդեն քանիցս վարչապետի այցերի ժամանակ այնտեղ
ինքնաբուխ ցույցեր են տեղի ունենում, շատ ժողովրդավար մոտեցումի դեպ հայ, այսպես ասած, հայերի նկատմամբ, բայց հասկանանք ինչու են այնտեղ հիմնական մեծ մասը նաև հոգևորականներ եւ վերջին օրերին լսում ենք հայտարարություններ հոգևորականների շուրթերից, որ օրինակ ովքեր ընտրեն քաղաքացիական պայմանագրին ամբողջ ազգի անեծքը թափվելու է նրանց գլխին, հասկանանք միջև ընտրություններ, այնուամենայնիվ որոշ հոգևորականներ նախընտրական տրամաբանության մեջ հայտարարություններ են անելու, փորձելու են հանրությանը ուղղորդել ընտրել այս կամ այն ուժին, թե հաշվի առնելով օրակարգը, որը կա, եկեղեցու բարենորոգման, Գարեգին-բայի հետ կապված, որոշակիորեն կաշկնդված են լինելու։ Թերևս ինչպես կարող օրինակ հոգևորական անեցի, ես չեմ հասկանում դա։ Հոգևորականն ու անեցքը, իրենք հակոտնյա են, ո՞նց կարող է հոգևորական անեցի։ Ես չեմ պատկերացնում։ Հոգևորականը պետք է հրապարակավ հայտարարի, որ ում էլ ընտրեք, դուք մեր եղբայրներն եք, մեր զավակներն եք, մեր քույրերն եք, մեր մայրերն եք։ Աստված բոլորիդ ների, բոլորս էլ մեղսագործ ենք։ Հոգևորականի անեցքը ո՞րն է, ես չեմ պատկերացնում։ Իսկ ինչ մասն է խոսքը գնում։ Նոր մշակույթ են ոնց կարող են հոգևորական համարվել։ Ինչ կապ ունի եզրասը ընդհանրապես կրոնի հետ, հոգևորականության հետ, քրիստոնեության հետ, մարդկության հետ, մարդկայնության հետ։ Ոչ մի։ Բնականաբար նա հավաքագրում է իր ձեռի տակ ունեցած մարդկանց, կաշառում է, ստիպում է եւ այլն, բերում է Ելցինյան մի ժամանակաշրջան են ապրում ժողովրդավարական, հիբրիդային եւ գնում են իրենց տներով եւ իրենց ոչ ոք մատով չի դիպչում։ Պատկերացրեք մի երկրում, որտեղ օրինակ դու կարող ես կոշիկ հագնես եւ այդ կոշիկը ունենա ուկրաինական դրոշի երանգները եւ քեզ ձերբակալեն, կամ օրինակ դու Մոսկվայի հրապարակով քայլես եւ քո պայուսակը, այսինքն կինը պայուսակի վրա աղավնի է նկարած, իրեն ձերբակալում են աղավնի ունենալու համար, որտեղ դա խաղաղություն է բանանում։ Դուք ասում եք այդ երկրում կարելի է բան անել, ցույց կազմակերպել, անել ուրեմն ուրիշ երկրի ղեկավարի դեմ։ Իհարկե դա անթույլատրելի է, դա նկարագրելի է, պատկերացնելի է եւ դա ուղղորդված է Ռուսաստանի Դաշնության իշխանության կողմից։ Եվ որքան էլ որ ռուսական կողմից հայտարարում են, որ չեն միջամտում ներհայաստանյան գործընթացների նախընտրական այս տրամաբանության մեջ, բայց Վլադիմիր Պուտինի ուղիղ հայտարարությունը, որ ինքը ցանկություն ունի, որ ռուսամետ ուժերը այնուամենայնիվ մասնակցեն, խոսեց իր քաղաքացու մասին, որը անազատության մեջ է, այդպես չհստակեցնելով անուն ազգանուն, բայց կարծում եմ շատ տրամաբանելի է եւ շատ պարզ է մասին էր խոսում։ Զախարովան է խոսում, որ իրենք չեն միջամտելու, բայց հաջորդ րոպեին նաեւ հայտարարություն է անում, որ ներքին օրենսդրության հետ կապ ունի, օրենսդրական փոփոխությունների հետ կապ ունի։ Ինչպես հասկանալ, պարոն Բլեյան, այսինքն այնուամենայնիվ Ռուսաստանը այս ընտրություններում կողմ է լինելու։ Արդյունքներին, հա։ Հա։ Այնուամենայնիվ կարծում եմ ի վերջո իրենք ասեն, որ մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները, ես նկատի ունեմ որպես մասնակից, որպես ուժ։ Չէ, իրենք միանշանակ իրենք կողմ են ընդդիմությանը։ Միանշանակ իրենք Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի, նաեւ էլի այնտեղ ուժեր կան, իրենց հետ ասոցացված իրենց կողմնակիցներն են, այդ ուժերն էլ այնպես չի որ շատ մեծ ջանք ու եռանդ են գործադրում, որպեսզի չասոցացվեն Ռուսաստանի հետ։ Դե ես կարծում եմ թարապես Պուտինի այդ այսպիսի հանդուգն ոչ դիվանագիտական միջամտությունը, որը նաև ուղղորդվեց Օվերչուկի հայտնի սպառնալիքներով, դա նախապես պլանավորված ակցիա էր, հենց այդպես էլ պետք է դա լիներ, որ Վլադիմիր Պուտինը հանդես կգա այսպես բեղ եւ զգուշավոր հայտարարություններով, հասկանալով, որ նա կստանա հակադարձություններ, իսկ հաջորդ օրը արդեն Օվերչուկը մի մեծ բան կուղարկի, սպառնալիքների շարան եւ գիտեք դրանից հետո արդեն քանի պրոպագանդիստներ, Կիսիլովն է մեզ հաթաթա տալիս, դե դա սпасել է, ես կարծում եմ դա շատանալու է, դրանք ավելանալու են, որովհետեւ իրենց հիմնական նպատակը ընտրողն է Հայաստանի Հանրապետության, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընտրողը վախենա, որ ընտրելով այն ուժերին, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ կամ չեն ասոցացվում Ռուսաստանի Դաշնության հետ, իրենք վախենան այդ մարդկանց ընտրեն։ Վախենան, պարզապես վախենան։ Իրենք դա էլ քարոզում են։
Սա կանենք, կանենք, գազն էսքան կլինի, այնի կփակենք, ատոմականը, եթե բան կանենք, ատոմական էլ չեք ունենա, այն Շոյգուն ասում է երկաթուղային համակարգը կփլուզվի, ինչ են խոսում, նորմալ եք դուք։ Օդային տարածքը Ո՞ս կփակեն։ կարա երկաթուղային համակարգը փլուզվի, եթե դեռ ժանտախտը դուրս է գալիս այդտեղից։ Հակառակը չի խոսում։ Որտեղից դուք դուրս եք եկել, սկսել է ծաղկել։ Բայց իրենք փոխվում են վախեցնել, մենք պարզապես պետք է շատ լավ աշխատենք քաղաքացիների հետ, որպեսզի իրենք հասկանան, որ սա այլ ճանապարհ չունի։ Չկա այլ ճանապարհ, այլ ընտրակ չկա։ Եթե քաղաքացին ուզում է լավ ապրի, նա պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Դրանից ավելի բարձր ստանդարտներ չկան։ Կան ճապոնական, կան ամերիկյան, բայց արևմտյան այդ հավաքական արևմտյան ստանդարտներին, այսպես ասած։ Իսկ այդ ինչպես օրինակ Ռուսաստանում այսպես հասկացրեցին մեզ ճակերտավոր ասած, երկու աթոռին նստելու քաղաքականություն կամ նման միտում կա, թե ինչպես վարչապետը հայտարարեց, այս պահին քանի դեռ համատեղելի են հարաբերությունները Եվրամիության եւ նաեւ մասնակցությունը ԵԱՏՄ-ում համատեղելի են, որ պահից արդեն համատեղելի չեն լինի, արդեն նոր գործողություններ կիրականացնեն։ Համատեղելի չեն լինի հենց այն պահից, երբ մենք սկսենք Եվրոպական միության հետ բանակցել DCFTA եւ ընդունենք, որտեղ մենք կմտնենք մեկ այլ մաքսային գոտի։ Բայց լինելով Եվրոպական միության մաքսային գոտու անդամ, որպես անհատ պետություն, մենք կարողանանք բանակցել այլ պետությունների հետ, օրինակ Վրաստանը Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի։ Եթե Հայաստանը ուզենա, Հայաստանը չի կարող, Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ի հետ գնան բանակցեն։ Իսկ Վրաստանը ունի, որտեղ Վրաստանը դեռ Եվրոպական միության անդամ չի։ Եթե դառնում է Եվրոպական միության անդամ, այդ ժամանակ Եվրոպական միությունն է արդեն քննարկում։ Այս տարբերությունը շատ կարևոր է։ Այսինքն Հայաստանը առանձին լինելով, նա կկարողանա եւ Ղազախստանի, եւ Բելարուսի, եւ Ռուսաստանի, եւ Qırğızstani, եւ մնացած այլ պետությունների հետ առանձին քննարկել իրենց մաքսային հարաբերությունները։ Հայաստանը կունենա Եվրոպական միության մաքսային տարիֆներ եւ կքննարկեն իրար հետ։ Պարոն Բլեյան, մեկ բան էլ հասկանանք, որ ինչ որ իմաստով տարօրինակ է նույն ռուսաստանցի օլիգարխը, որը այսպես փորձում է Հայաստանին համոզել, ապացուցել, որ Հայաստանը ուժեղ կլինի, բարգավաճ կլինի միայն Ռուսաստանի հետ եւ պիտի գնալ միայն Ռուսաստանի հետ բարեկամության եւ դաշնակցության այդ ճանապարհով։ Տեսեք, նաեւ Կիպրոսի քաղաքացի է եւ ինչ որ իմաստով իր ֆինանսները դիվերսիֆիկացրել է նաեւ այնտեղ ներդրումներ անելով։ Հիմա ինչպես հասկանալ այս մարդկանց, որոնք ասում են, որ Հայաստանը ուժեղ կլինի, բարգավաճ կլինի, Հայաստանի համար լավ կլինի միայն Ռուսաստանում, բայց իրենց պաշտպանությունը, անվտանգությունը, դատարան դիմելու կամ օրենքի հետ կապված ցանկացած հարց միայն պատկերացնում են արևմուտքում, իրենց երեխաների ու թոռների մեծ մասը արևմուտքի քաղաքացիներ են, այս նաև դիլեման ինչպես հասկանալ։ Ասեմ, Ռուսաստանի Դաշնության վերնախավի երեխաներն են ապրում, պրոպագանդիստների երեխաներն են ապրում եվրոպական երկրներում։ Նույն Վլադիմիր Պուտինի դուստրը, եթե չեմ սխալվում։ Զագնիվաուշիմ Զապադի, ինչպես իրանք են ասում, հա։ Բաուր գնան, Կալուգա գնան, Մագադան գնան, Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգից, Մոսկվայից այն կողմ, որ քաղաքն է, որ մի երևակայելի քաղաք է, որ կարելի է ինչ-որ համեմատություններ անել մեկ այլ եվրոպական քաղաքների հետ։ Մենք խոսքը սիրունության մասին չի, խոսքը սովորական քաղաքացու եւ պետական օրինակ ինստիտուտների հետ հարաբերվելու մասին է, ոստիկանության հետ հարաբերվելու մասին է, առողջապահության մասին է, կրթության մասին է, անվտանգության մասին է։ Պարոն Բլեյան, եւ վերջում նախընտրական տրամաբանության մեջ հասկանանք որոշ ուժերի այս մոտեցումները, նախ որ հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ իրենք ուղղակի կերպով չեն մասնակցելու ընտրություններին, որովհետեւ իրենց մանդատ պետք է իշխանափոխություն, բայց զուգահեռ հայտարարում են, որ իրենք չեն բացառում նաեւ փողոցային պայքարը, շուտով դուրս կգան փողոց, սա էլ տրամաբանությունը, եթե ձեզ համար ընկալելի է, խնդրում եմ ներկայացնեք, եւ նաեւ սիմբիոզ, այսպես ուժերի միասնություն ենք տեսնում դաշինքներ ենք տեսնում, վերջինը Պարուր Հայրիկյանի եւ Վարդան Ղուկասյանի ուժերի այսպես դաշինքի մասին հայտարարություններ, մինչև ընտրություններ մենք էլի կտեսնենք նման ճակերտավոր ասած զարմանալի դաշինքներ, միություններ, թե սпасել ամեն ինչ այս փուլում։ Դե միջ այդ մենք արդեն տեսակ մի շատ օդիոս դաշինքի, երբ օրինակ Շանթը եւ Թաթոյանն են միավորվում իրենց ուժերը
որտեղ հայաքվե կա, միջ այդ իրենք Բագրատ Սրբազանի շարժման էին մասնակցում, ես ցավով եմ դա ասում, որտեղ ես չեմ կարողանում դա գիտակցել։ Էլի կա մի միավորում, որին չեմ ուզում անդրադառնալ, եւ իհարկե այս միավորումն է, որը ոչ մի ձև ընկալելի չի ինձ համար Պարուլ Հարեկյանն ու Դոկը, որտեղ այսինքն մեկը խոսում է հնարավորինս լավ գրագետ հայերենով, մյուսը հնարավորինս աղավաղված հայերենով, եւ սա ամենամեղ հայտարարությունն է, որ ես կարող եմ անել իրենց միավորման շուրջ։ Իսկ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում, իրենք ուղիղ չեն մասնակցում, ուղղակիորեն չեն մասնակցելու, բայց օրինակ օդում կախված լուրերի համաձայն նույն Թաթոյանը հենց Սերժ Սարգսյանի կողմից է առաջադրվել կամ ֆինանսավորվում կամ, չգիտեմ, կապեր ունեն, չեմ կարող ասել, որ դա վստահաբար այդպես է, բայց կան նման կասկածներ։ Եվ կյանքը ցույց կտա, գիտեք, մի այսպիսի հայտարարություն հիշում եք, օրինակ, երբ Արթուր Վանեցյանը հարցազրույց էր տալիս, Պոզները ներկայացնում, որ հարցեցին ումն է Ղրիմը, ասաց Ղրիմը մերն է։ Իրականում այդ հարցը այն բանալի հարցն է, որովհետև երբ դու պատասխանում ես այդ հարցին, արդեն հասկանում ես, թե դու ինչ ես շնչում, այսինքն դու հյուսիսային քամիներն են քո վրա գալիս, թե դու նորմալ մարդ ես։ Եվ իհարկե մենք տեսանք, որ Արթուր Վանեցյանը հյուսիսային քամիներ է շնչում, որովհետև նա պատկերացնում, որ նա հյուսիսցի է, որովհետև Ղրիմն իրենցն է։ Հիմա նույն էս բոլոր այդ մարդկանց կարելի է նույն հարցերը տալ, նմանատիպ լիքը հարցեր կան։ Թե ուկրաինական պատերազմը իրենք դատապարտում են, թե չէ։ Եթե օրինակ իրենք չեն դատապարտում ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի ագրեսիան ուկրաինական պատերազմը, իրենք վերջացած են ինձ համար, որպես քաղաքական գործիչ։ Հայկ Մարությանը ուկրաինական Ռուսաստանի ներխուժումից մի քանի ամիս առաջ, կարծեմ մի 10 ամիս անց Կրեմլում բան էր կազմակերպել, մենահամերգ ինչ որտես մի ներկայացում էր կազմակերպել։ Ինչ ասեմ ես էլ, վերջ, չկա այդ մարդն ինձ համար որպես քաղաքական գործիչ։ Եվ այլ հարցեր կարող են գտնել թե Թաթոյանին, թե մնացածներին, որ տեսնել, թե ի վերջո իրենք հասկանում են ինքնիշխանությունը որն է։ Այսինքն խոսքը գիտեք որն է, խոսքը դրա մասին չէ Ռուսաստանին սիրում ես թե չէ։ Խոսքը նրա մասին դու հասկանում ես, որ այդ երկիրը ցանկանում է քեզ ջլատել, քեզ ուտել, կուլ տալ։ Հիմա իր վատ հարաբերությունը օրինակ Ադրբեջանի հետ ուզում է քո հաշվին, մեր հաշվին, Սյունիքի որոշ մասերի հաշվին լավացնել։ Կամ օրինակ, եթե վրացիներին խոսք է տվել, որ Աբխազիայի կամ Օսիայի շուրջ ինչ որ բաներ կա, լոռի հաշվին կարող են վրացիների հետ ինչ որ պայմանավորությունների գալ։ Այս դրա համար են իրենց պետք կլանված Հայաստան։ Եվ մենք ախր հարյուրամյակներով տեսել ենք սա, չգիտեմ ինչից ենք մենք խոսում ճիշտ ասած, ես երբեմն զարմանում եմ բանավեճեր ենք մասնակցում եւ այդ մարդիկ սկսում են ինչ որ բաներ խոսել, տպավորություն կա, ոնց որ ենք ուրիշ մոլորակից են իջել, որ ինչ որ ուրիշ Հայաստանի, ուրիշ Ռուսաստանի, ուրիշ երկրների մասն են խոսը գնում։ Այսինքն Ռուսաստանը այսինքն իրանք Ղարաբաղից են խոսում, բայց չեն ասում Ղարաբաղը ռուսներն են տվել ադրբեջանցիներին։ Ի սկզբանե 20-րդ դարի սկզբին։ Ինչ եք ուզում դուք։ Ինչից եք դուք խոսում, եւ այսպես շարունակ։ Էլ Նախիջևան, էլ Կարս, էլ եւ այլն։ Ինչ եք դուք եկել այստեղ բան անուչա, աշկերտ լացակոմած Ղարաբաղից խոսում, Կարսից խոսում, Նախիջևանից խոսում եւ ասում Ռուսաստանը մեր բարեկամն է, մեր դաշնակիցն է։ Այ եղբայր գնա Ռուսաստանը ապրի, ինչ ես ուզում մեզնից։ Մի ես 29 քանի հազար քառակուսի կիլոմետրն է մնացել 700 քանի։ Այդ դրա վրա էլ եք աշկ դրել, չեմ հասկանում, ինչ եք ուզում։ Փող ունեք ամենից ունեք, հենց գնացեք։ Եվ վերջում, պարոն Բլեյան, ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ վախը նախընտրական գործիքներից մեկն է լինելու, որի միջոցով փորձելու են ազդել ընտրողի տրամադրությունների եւ, այսպես ասած, որոշման վրա։ Եվ վերջում որպես կանոն բոլորին եմ հարցնում, քանի որ շատ են դիսկուսները այս ընտրությունները խաղաղության ու պատերազմի մասին են, ինքնիշխանություն ունենալ, չունենալու մասին է, պետություն ունենալ, չունենալու մասին է, ըստ ձեզ ինչի մասին են լինելու այս ընտրությունները։ Մեր համար սա անդիմափոխության մասին է։ Մեր համար կարևոր է, որպեսզի լինի անդիմափոխություն, որովհետև ես հավատում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը մեկը վերցնելու իշխանություն լինելու առաջինը եւ ձևավորելու է կառավարություն։ Ինձ համար կարևոր է, որ ազգային ժողովում լինի նորմալ անդիմություն։ Նորմալ անդիմություն։ Անդիմություն չի նշանակում պետության դեմ ես ելել, իսեր Աստծո։ Անդիմություն չի նշանակում, որ դու բոբո ես, որ ինչ որ իշխանություն անում է պետք է ասես դա վատ է, այդպես չի լինում։ Մեզ հակառակը հիմա միասնականություն է պետք։
փոխհամագործակցություն է պետք։ Միտեղ իշխանությունը կաշկանդված է գնալ որոշ քայլերի։ Հասկացանք, դու ընդդիմություն ես, դու չունես, դու իշխանություն չես այդ առումով, դու ընդդիմադիր հատվածն ես իշխանության, դու պետք է նախաձեռնես նման քննարկումներ եւ այլն, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության ապագային տեսլականին, եւ դու կարող ես լինել հաջորդ հերթական իշխանությունը, ոչ թե Կարապետյաններն ու Քոչարյաններն ու Ծառուկյաններն ու, չգիտեմ, դաշնակցականները։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Սիրով։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Առնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք։